Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Դեկտեմբերի 3 Վրատ ոչ մի առատ չկա Երգերքոց 4:7 Իր եկեղեցուն բոլոր առումներով գեղեցիկ արտահայտելով Տերն իր գովեստը պսակում է թանկարժեք դիտարկումով Վրատ ոչ մի առատ չկա Կռահելով աշխարհից սպասվող հանդիմանություններն այն մասին, որ նա ընդգծել է միայն նրա գեղեցկությունը և դիտավորյալ բաց է թողել թերությունները, Քրիստոսը նրան ամբողջությամբ ու բոլոր կողմերից գեղեցիկ է հայտարարում, լիովին և վերջնականապես մաքրված իր արատներից։ Արատը կարելի է արագ հեռացնել, ի վերջո այն ամենաչնչին մանրուքն է, որը կարող է ազդել գեղեցկության վրա։ Սակայն նույնիսկ ամենաաննշան առատից հավատացյալն ազատված է Տիրոջ աչքին։ Եթե Քրիստոսն ասեր, որ չկա ոչ մի տգեղ սպի, ոչ վանող անճոռնիություն, ոչ մահացու խոց, ապա այդ դեպքում ևս մենք կզմայլվեինք։ Բայց երբ նա հայտարարում է, որ նրա վրա նույնիսկ չնչին առատի բիծ չկա, չխոսելով արդեն խոցերի ու սպիների մասին, մեր զարմանքին սահման չկա։ Եթե նա պարզապես խոստանար, որ մի օր հեռացնելու է նրա առատները, մենք ուրախության հավիտենական հիմքեր կունենայինք։ Բայց երբ նա ասում է, որ ամեն ինչ արդեն արված է, դժվար թե ինչ-որ մեկին հաջողվի զսպել հիացական ցնծության դրսևորումները։ Ահա քեզ իմ հոգի, ճարպ ու յուղ, կեր ու հագեցիր, թագավորական նրբախորտիկներով։ Հիսուս Քրիստոսը երբեք չի վիճում հարսի հետ, հաճախ նա հեռանում է նրանից, վշտացնում է նրա Սուրբ Հոգին, բայց նա թույլ չի տալիս, որ հարսի սխալները խոչընդոտ դառնան իր սիրո համար։ Երբեմն նա հանդիմանում է նրան, բայց միշտ դա անում է նրբորեն, նույնիսկ այդ ժամանակ նրան իր սիրելին անվանելով։ Նա չի հիշում մեր զանցանքները, թույլ չի տալիս մեր մասին վատ մտքեր ծագեն, այլ ներում ու սիրում է մեզ այնպես, ինչպես կսիրեր, եթե մենք երբեք մեղք չգործեինք։ Դա մեզ համար բարիք է, քանի որ եթե Հիսուսը հիշեր իրեն հասցրած վիրավորանքները, իրեն պատճառած ցավերը, մեզ հետ ոչ մի շփման մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Տարբեր պատճառներով մենք երբեմն երես ենք դարձնում նրանից, բայց մեր օրհնյալ ամուսինը չափազանց լավ գիտի մեր սրտերի վիճակը, որպեսզի վիրավորվի մեզանից անվայել արարքների պատճառով։